Ողջույն բարեկամներ, այն ինչ որ երեկ կատարվեց, բոլորովին անսպասելի չէր, դա դեռ նշմարվում էր 2 շաբաթ առաջ, երբ որ սպանեցին Փարաքայլի համանքապետին, սա մասին ես ասել եմ, և այն հանգամանքը, որ Վախթանգ Ղուկասյանին և ևս 7 հոգու այսօր ընդամենը ձերբակալեցին, դա դեռ ամենավատ տարբերակը չէր, կարող էին չէ սպանել, մանավանդ որ ակնհայտ սպանությունը առ այսօր մեղավորներ չունի, Փարաքալի դեպքի մասին է խոսքը, չկա, հայտնի չի ով է սպանել, հայտնի չի ով է պատվիրել, հայտնի չի ոնց դա կարող էր անել, մի խոսքով, այն ինչ որ այսօր եղավ, կանխատեսելի էր և վատն է նա, որ սա դեռ վերջը չի, վերջը ընդհանրապես չի երևում, վերջը չի երևում մի քանի պատճառով, բայց գնանք հերթով. Ունես հպատությունը, որ թուրքական սպեցնազն է եկել Հայաստան և հարձակվել է հայ ժողովրդի վրա, այսպես է եղել միշտ, պետք է ասեմ, այս նույն բերետները, նույն ձևով ժամանակին պաշտպանում էին այսօրվա Վախթանգ Ղուկասյանենց իշխանությունը, իրաց համար մեկ է, գիտեք, իրաց դեմը լապ ով է դնում, Վախթանգ Ղուկասյանն էլ չէր պատկերացնի, երևի ասենք 7 տարի առաջ, որ մի օր գալու են այսենց իր հետևից, Սերժ Սարգսյանն էլ, հիշում եք վերջին ընտրություններից առաջ, որ ասեց Գյումրիում, ինչքան պետք է կխաբենք, մենք ինչ խնդիր ունենք ընդհանրապես Գյումրիում, ինքն էլ էր մտածում, որ ինքը ամեն ինչ կարող է իրան թույլ տալ Գյումրիում, իշխանությունը տենց բան է, երբ որ մարդը լինում է ղեկին, կամ կողքիներն են ապուշանում, կամ ինքն է իր ծնե ապուշ, որ թույլ է տալի, որ իրեն ապուշացնեն, բայց նա ընկնում է մի վիճակի մեջ, որ մտածում է ամեն ինչ կարող է անի և երբեք դա իրեն չի վերաբերվելու և չի գալու օրը, երբ որ կարող է ինքը հայտնվի հակառակ կողմի վրա, սա բոլորովին չեմ ասում նրա համար, որ արդարացնեմ այն ինչ որ եղավ Վախթանգ Ղուկասյանի հետ, բացարձակապես, բայց կարդանք սա, համոզվելու համար ինչ որ կանխատեսելի էր, ասում էի, դա իրականանում է, խոսում է Վահե Ղանոմյանը, ես այս մասին կարճ այսօր հաղորդում արեցի ցերեկը, կոչանելով գյումրեցիներին, անպայման հենց հիմա, ցույց տալ, որ Գյումրին իր քաղաքի տերն է, գյումրեցին կներեք, իր քաղաքի տերն է, գյումրեցին, ոչ Վախթանգ Ղուկասյանը, ոչ մեկ, գյումրեցին, և Գյումրին իր ընտրությունը կատարել է, լավ, վատ, ճիշտ, սխալ, էական չի, Գյումրին իր ընտրությունը կատարել է, իսկ այս խոսասողը Ղանոմյանն անունով զգանունով, սրանք են տեսակն են, ցանկացած իշխանության տակ տեղավորվող են, եթե տակ մեղմ եմ ասում էլի, ցանկացած իշխանության ամենացանկացած տեղերում ընտիր տեղավորվող են, Ասկարիդի նման, Ասկարիդը գիտեք չէ, սենց որդա ամենաանհարմար տեղերում, աճող և այնտեղից չի ուզում դուրս գալ երբեք, ոչ պարագայում ինքը դուրս չի գալիս, աշխատում է դուրս չգա, հազվադեպ դեպքերում կարող են Ասկարիդին վնասել, հիմա սա այս Ասկարիդ տեսակը այսօր ապացուցեց այն ինչի մասին ես դեռ 2 շաբաթ ասում եմ, և այսպես, ինչ է ասում, այս հարցի պատասխանում է, ինչպես եք պատկերացնում սրանց տող ղեկավարել է Գյումրի, չեմ բացառում, որ հնարավոր է, որ այս գործողություններից հետո այն բոլոր ուժերը, որ ընտրել էին Վախթանգ Ղուկասյանին, ովքեր հայացքով թեքվել էին դեպի նախկին իշխանություն, ավելի խելամիտ որոշում կայացնեն և ուրիշ առաջարկ ունենան, ուրիշ առաջարկը դա իրենց իշխանությունն է, իշխանությունը ժողովրդին է պատկանում, ժողովուրդը ընտրություն է կատարել, որի արդյունքում Վախթանգ Ղուկասյանը հնարավորություն ունեցել դառնալ քաղաքապետ, բայց ոչ մեկ չի պատրաստվում Վախթանգ Ղուկասյանին թույլ տալ վարվել և աշխատել հին աշխատավոճով, իշխանությունը չի կարող հանդուրժել օրենքից դուրս որևէ գործողություն, դա կլինի Գյումրու քաղաքապետը, թե այլ պաշտոնյա, այլ անձ, նշել է իշխանական պատգամավորը,
Այն որ Գյումրու Վարդանիկ Ղուկասյանին պետքա վերցնել դուրս շպրտել դրա մասին ասում էին բոլոր իշխանական ռոպագանդիստները, բոլոր այն Սերով, Անսեր, Անհայինիկ, բոլոր սաս Բաբաջանյան արմանից մինչև Շիրիմյանը, այսինքն Մարտուկնիկ եւ բոլոր նրանք ովքեր հասկանում էին որ առանց Գյումրի հնարավոր չի հաղթել ընտրություններում, գոնե հույս ունենալ հաղթել ընտրություններում, նրանք նշում են որ Գյումրի պետք է հետ վերադարձվի, որովհետև Գյումրիում եղավ Գյումրու օր, հասկանում եք, որտեղ խոսվեց եւ փառաբանվեց Աջապահյանը, որին ձերբակալել էին։ Գյումրու օր, որը նույնիսկ չշնորհավորեց իշխանական ոչինչ պատգամավոր, ոչ էլ նույնիսկ վարչապետը, կարծես թե Գյումրին առանձին պետություն էր պետության մեջ։ Այսինքն Գյումրի մի տարածք էր, որ ԿՊ-ն երկու մուտք չուներ, այսինքն հասկանում էր որ ինքը իշխանություն չունի։ Եվ սրանք հույս ունեն հիմա, որ այս Վարդանիկ Ղուկասյան ընտրողները ավականիում խելամիտ կգտնվեն եւ իշխանությունը կտան այս ԿՊ-ին։ Սա գիտեք ինչ է նշանակում։ Սա նշանակում է Գյումրին դարձնել երկրորդ ղարս։ Այն ինչ որ կատարվեց, ասենք Արցախի հետ, այն ինչ որ հնարավոր է կատարվի եւ ամեն ինչ անում են որ լինի Մեղրի հետ, Սյունիքի հետ։ Սա է դրանց նպատակը։ Եվ շատ բարձ ասում են, ովքեր որ պետք է ընտրել էին, դա պետք է մտածեն։ Պետք է տան իշխանությունը մեզ։ Ուղիղ ասելով, որ մենք որտեղ իշխանությունը կորցրել ենք, հետ ենք բերել։ Լինի դա սպանությունով, լինի դա բռնություններով, լինի դա Ենիչերիների ձեռքով, ցանկացած ձեռքով իրանք հետ են բերելու, որովհետև չբերելու պարագայում իրանք կորցնում են ամեն ինչ։ Ամեն ինչ։ Կյանք, կարողություն, ապրելու հնարավորություն, ել չեմ ասում ճոխ ապրելու հնարավորություն։ Եթե հիշում եք, ես այս վերջերս անընդհատ խոսում եմ այս կայքի մասին, որը կարծես թե ամենաակտուալ կայքը պետք է դառնա այս օրերին։ Խոսքը armenianappeals.com կայքի մասին է, որտեղ Հայաստանի ներքին եւ արտաքին թշնամի գործակալները կարող են ներառվել եւ այսպես բացառիկ հնարավորություն եւս մեկ օր այս բոլորին ովքեր այսօր ակտիվացել են, ովքեր ում մասին այսօր խոսենք, դուք կարող եք ավելացնել նկարներով, կենսագրություններով, հիմնավորումներով, ինչու մենք նրանք մեղավ դժվում, որպեսզի հետո երբ մենք պետականություն ունենք, իսկ մենք պետականություն անպայման ունենալու ենք, ինչքան էլ ուզում է Ղալոմյանն իրաց պատով տալ, մենք անպայման ունենալու ենք, ու իրենք բոլորը մենք ամեն ինչ անելու ենք, որ կանգնեն դատարանի առաջ։ Այս ցուցակը դրա համար է։ Այս ցուցակը ես չեմ կազմում, դուք եք ավելացնում մարդկանց։ Այս ցուցակը ստեղծելու հնարավորություն տրված է այն քաղաքացիներին, որոնք գիտեն այդ հանցագործների անուն ազգանուն ով ինչ արել։ Խնդրեմ, մտեք, այս լինքը վիդեոյի տակ կա դրված։ Մտնում եք, խփում եք դրան ու ավելացնում եք բոլոր հանցագործների անունները, ում որ դուք ճանաչում եք, անշուշտ։ Սա նրա համար, որ իրանք չմտածեն, որ այն ինչ որ արեցին, այսօր դա մոռացվելու է։ Բոլորովին։ Հիշենք Փարաքարի սպանված համայնքապետի մասին։ Այս այն ինչ որ կատարվում է այսօր, դա սրա շարունակությունն է։ Երկու տեղ ջախջախվել էր ԿՊ-ն։ Մեկին սպանեցին, մյուսին ձերբակալում են։ Կարող է արդյոք Վարդան Ղուկասյանն այս ամեն ինչը կանխատեսել եւ ամենակարևորը կանխարգելել, ես չգիտեմ, երևի կարող էր, բայց նա մտածում էր, որ դժվար թե իրեն այս օրը հասնի։ Եվ այսպես մենք հասկանանք ինչ արեց Փաշինյան Նիկոլը։ Հաստորեն Փաշինյան Նիկոլը Երևանից մի ամբողջ զորք ուղարկել Գյումրի, որպեսզի ոչ թե կարող են չէ Վարդանիկին հրավիրել, ասենք դատախազություն կամ չգիտեմ ոստիկանություն հարցաքննել, ներկայացնել մեղադրանքներն ու ձերբակալել առանց այս ենիչերեական ուժի ցուցադրման կարող էին, բայց չարեցին։ Այս ամեն ինչը պետք է այս ենիչերեական անհող, անհայրենիք տականքի ձեռքով ցույց տալ, որ մահակա իր ձեռքում է եւ այս մի քանի 100 ոստիկաններով ինքը պատրաստվում է մի ամբողջ Հայաստան,
ջարդ ու փշուրան են։ Բայց ես տրամադրությունը պիտի գցեմ։ Փաշինյան Նիկոլ։ Քո այս հատանտիր մի քանի հարուրը քիչ է։ Գիտես։ Բացարձակ քիչ է։ Այն որ դու սրանց ընտրել ես, ամենանվիրականներից, այն սրանց, որի կինը քպայական է, սա այն ջոմարդյանն է, որ մարդ կարա ուտի։ Սա պարզ է, չէ, որ իա փողի համար, իր այսօրվա պոստի համար, ինչ ասես կուտի, հայ մարդուն կուտի, Թուրքին կտա իշխանություն, ոսր իմ այնք անում է, մենակ մնա իշխանության։ Մեծ սանել եմ ուզում ներկայացնեմ, ձեզ խնդրեմ, մեծ ծանոթացեք։ Ձեր սախի դեմքը ֆիքսվում է, ասում է սա, մետ ես իր դեմքը ֆիքսեմ այսենց, երիտասարդ տեսար հիմա դեմքը ֆիքսվելը որն է, տեսար, ես առաջարկում եմ բոլորին երիտասարդներին, այս դեմքերով պարզել ով է, միջև սրա մասնագետը դուրս կգա բանտից, ինչպես է բանստագետը դուրս կգա բանտից, իր երեխեքի իր ծագումնաբանության մասին կիմանան, ինքը կնոջ մասին կիմանա, կինը իր մասին կիմանա, երեխեքի իրանց մասին կիմանան, հարևաններն էլ կիմանան, բայց հավաքեք այս ինֆորմացիան, սրանք պետք է, որ ինքը հասկանա ում դեմքն է որտեղ ֆիքսվում, սրանք հատնտիրն է, ես ուզում եմ վստահ լինեք, որ սրանք հազարավորները չեն, սրանք հազարավորները չեն, այսինքն եթե սրանցից լիներ Գյումրիում բավարար քանակությամբ, Փաշինյան Նիկոլը Երևանից չէր ուղարկի։ Ասեմ, որ նույն բանն անելավ Սերժիկ Սարգսյանը 2015 թվականին։ Նույն բանը։ Հունվար ամսին, երբ որ սպանեցին Ավետիսյաններին, ընտանիքը, մի ամբողջ ընտանիք գերդաստան սպանեցին, եւ բողոքի ակցիաներ կար Գյումրիում։ Մենք հասանք Գյումրի տեղում։ Եվ առաջի բախումների ժամանակ ես հասկացա, որ դրանց բերել են Երևանից։ Ոնց հասկացա, երբ որ քարերով իրար խփելուց հետո մի պահ դադարեց, ես մոտեցա շփվելու հետները, ես իրանք Վահանի հետևը կանգնած էին, թափանցիկ Վահաներ, եւ ես տեսա այդ աշկերի վախը դրանց մեջի, ասում եմ, որտեղից եք դուք, ասեց Երևանի վարչությունից։ Երբ որ մեզ բռնեցին, իհարկե բոլորին բռնեցին, տարան ոստիկանություն, մենք մինչև առավոտ մնացինք ոստիկանություն, ես այն ժամանակ քննիչների հետ էլ խոսալու ժամանակ հասկացա, որ այս ամբողջ ծես ու ջարդի մեջ տեղի ոստիկանները չեն խառնվել, բոլորին բերել են Երևանի վարչությունից։ Ժողովուրդ ջան, ուզում ճիշտ հասկանաք դուք։ Տականք կա, այս սրանք հատնտիրն են, դրա համար ասում եմ դեմքդ ֆիքսվեց, ուզում եմ դու իմանաս, տղա ջան, քո դեմքն է ֆիքսվել։ Ու եթե այդ քաղաքացու դեմքը քո համար է կարևոր, այ հիմա քո դեմքը դարձավ հասանելի տասնյակ հազարավոր մարդկանց, այս նախնական իրավիճակով, հա, իսկ մի քիչ ավելի ինֆորմացիա տարածելու պարագայում, քո մասին տարածելով, չի բացառում, որ քո մասին տեղյակ լինի շատ ավելի մարդ, քան դու կուզենայիր, ունեցող շատ հարցախ մեծ, ում դեմքն է ֆիքսվել, անուն ազգանուն խնդրում եմ, ֆիքսեք, որովհետև սա դեռ Սերժի ժամանակվանից կա, այս դեմքերի մեծ մասին ես հենց հիշում եմ, սրանք նույն համակարգի ծառայողներն են, սրանք այս այդ ենիչերիներն են, որ լափի համար սեփական տիրոջն էլ կուտեն, Փաշինյան Նիկոլը պետք է շատ լավ հասկանա, այն շանը, որ սովորացնում է արյան համին, ինքը սովորական կերով չի բավարարվում, ու իր համար մեկը, ում արյունն է դա, հեղավ, չի վախ, և այսպես, դա Վարդան Ղուկասյանը, գնում են, թող նայեն, ինչ որ այ ոնց որ պետք է, ինչ ուզում է լինի, դրանից հետո, ամեն ինչ երևա, ամեն ինչ կանեն ինձ Սա ասում է ու դուրս է գալիս ինքը։ Իսկ ում դեմքն է ֆիքսվում, ում չի ֆիքսվում, ես մի հատ ուզում մեր գյումրեցուն լսենք ու ես ասելու եմ։ Ամոթ էր մեռնից քեզի սա հրաբարակը փագին, ասկան կարդաբալետ ու ցվետներին, այն բուկետները կախաղները քաշել են լիպճիկի պես։ Լսի, քո մասին եմ ասում։ Դուրսից այլեն գլխաներին։ Ու Կարոտոյ տաղը խաղան, ոնց մեջի բալկոնին է ժողովրդի վաղը քաշե դուխով։ Ժողովրդի չպտարես թաշին։ Ամոթ է։
Սա Գյումրեցու պատասխանը ձեզ, իսկ հիմա իմ պատասխանը։ Այն ինչ որ այսօր կատարվեց, երբ որ ես գրել է սա հայտարարությունն այսօրվա իմ ցավն է եւ ամոթն է, մեկը գրել էր գրողը քահանա էր։ Վարդան ջան, ոնց որ սենց։ Այն ինչ որ եղավ, սա ցավ չի։ Սա դեռ ցասումի է վերածվելու։ Ես վստահ եմ։ Սա նույն բանն է, որ Սերժը լկտի ավար ասեց, ինչքան ուզենք, այնքան կխփենք։ Ու ինքը կերավ իր քիթ մրթին առաջինը Գյումրիում։ Այն ինչ որ այսօր կատարվեց Գյումրիում, բոլորովին չվնասեց Վարդան Ղուկասյանին, Վարդանիկին։ Նույնիսկ հակառակը, իմ նման մարդիկ հիմա սկսել են պաշտպանել Վարդան Ղուկասյանին։ Մենակ մի պարզ պատճառով։ Ես տեսա, որ թվացյալ adekvat մարդիկ հրճված, ուրախացած, որ Վարդանիկին են ձերբակալել, ընդ որում ուրախացած են նաև ամբողջ ցնծում ամբողջ ԿՊ-ն, հույս ունենալով, որ խլելու է իշխանությունը Գյումրիում։ Եվ այն մարդիկ են ուրախացել, որոնք ատում են ռուսներին։ Ռուս չեն ձերբակալել են Վարդան Ղուկասյանին, որը սիրում է ռուսներին ընդամենը։ Բայց ես ուզում եմ ասեմ, հարգելիներս, որ Փաշինյան Նիկոլի համար ԿՊ-ից դուրս մենք դուք բոլորդ Վարդան Ղուկասյաններ եք։ Ես էլ ձեր եք։ Վարդան Ղուկասյանին չեն ձերբակալել նրա համար, որ ինքը ռուս է սիրում կամ չի սիրում։ Դրա համար հոդված չկա, նույնիսկ եթե դրա համար են ձերբակալել, որովհետև քարոզչական տականքների մեջ գերագույն, sense նարատիվա գնում ես վերջի 3-4 օրվա մեջ, որ փաստաբաններին ձերբակալում են, որովհետև իրենք ռուսական ուղղվածության մարդկանց փաստաբաններն են, դրանով են արդարացնում, եւ ասենք քահանաներին ձերբակալել են նրա համար, որովհետև կաթողիկոսն է վատ, ավելի այլասերված, ավելի սրիկայաբարո հիմնավորում չի կարող լինել, որ այսինքն մարդուն չեն ձերբակալում արած գործի համար, հանցագործության համար, այլ ըստ ճաշակի նախասիրության։ Հիմա թող վստահ լինեն բոլոր նրանք, ովքեր ուրախացած են, ցնծում են Վարդանիկի կալանավորման համար, որ տղեկ։ Դուք եք Վարդանիկ Նիկոլի համար։ Մի նեղացեք, ես էլ եմ Վարդանիկ Նիկոլի համար։ Մենք բոլորս, ովքեր կան ԿՊ-ից դուրս, իրապես բոլորս Վարդանիկ ենք։ Ու մեր ուրախությունը դա Նիկոլ Փաշինյանի հաղթանակն է։ Այսինքն այսօր Վարդանիկն է ձերբակալում, վաղը գալիս է մեկ ու մի հատ քահանա է ձերբակալում, որտեղ կաթողիկոսը վատն է։ Դուք հասկանում եք, մենք փաստորեն ոչ թե պետականություն ենք, այլ ես չգիտեմ, սա անուն չունի, առնվազն գոնե նորմատիվ բառարանի մեջ, հա, բառապաշարների մեջ սա հիասթափեցնող է։ Ինձ համար այսօր ամբողջ օրվա ցավը դա է, չէ։ Ես ամբողջ օրը մտածել եմ, արժի էլ խոսել, թե չարժի խոսել։ Արժի գլուխս մտցնեմ այս սրա մեջ, երբ որ թվացյալ ով պետք է adekvat լիներ, ասում եմ լավ են արել, Վարդան Ղուկասյանին, Վարդանիկը ասում է ռուսական երկեր են սիրում, ասում լավ է։ Բա ում համար է այս ամեն ինչը, ժողովուրդ։ Ում։ Իմ օրենքի, ռուս սիրողների, չսիրողների, Նիկոլի պետականության ում համար է սա։ Ոնց կարող է պետականություն ստեղծի մի համայնք, հասարակություն, որտեղ առաջնայինը ոչ թե օրենքն է, այլ ճաշակը։ Դու սիրում ես, թե չես սիրում։ Իմ ընկերն ես, թե իմ ընկերը չես, ԿՊ-ական ես, թե ԿՊ-ական չես։ Ոնց կարող է այս ստանդարտներով առաջնորդվող հասարակությունը պետականություն ունենա։ Չի կարող, դրա համար եմ ես ամբողջ օրը մտածել, արժի շարունակել սա, որը ինձ այսօրվա վիճակով թվում է անհույս, որովհետև ես համոզվեցի, որ հսկայական մի շերտ թքած ունենա օրենքի վրա։ Սա ավելի կարևոր է, թե օրենքը ով է խախտում եւ ինչի համար։ Այսինքն կա ինդուլգենցիա։ Եթե դու կալանավորում ես մեկին անօրինական, բայց նա կալինկայի տակ է սիրում քնել, հալալակ ես։
Դե լսեն ասում եմ, այդ կալանավորեղը դու կալենկայի տակ ես քնում, դլեյամանի տակ ես քնում, մեկա։ Ինք իր իշխանության համար կալանավորելու է բոլորին, ջարդելու է բոլորին։ Դե հիմա առանց դատապետելու բոլորին մեկին, առանց մեղադրականի, որովհետև ես դա մեջ իմաստ չեմ տեսնում նույնիսկ։ Այդ ինքներս որոշենք։ Մեզ պետություն պետքա թե չէ։ Ու նայում եմ, մեզ պետություն պետք չի։ Որտեղ սես չի լինում պետությունը։ Պետության մեջ լինում է կրոնների ազատություն, կարծիքների ազատություն, ուղղվածությունների ազատություն, նախընտրությունների ազատություն։ Գրողը տանի, ես իմ ամբողջ գիտակցական կյանքը դրա համար եմ նվիրել ու իմ կռիվը դրա համար է եղել, ոչ թե Եվրոպա սիրողների համար կամ Ռուսաստան սիրողների դեմ, ոչ, այլ մի միջավայրի համար, որտեղ երկուսներ իրավունք ունեն գոյություն ունենալու, թող իրանց ճաշակները ունենա, իրաց նախընտրած ձևով ապրեն, ոչ թե իմ նախընտրած ձևով։ Սա է հասարակությունը առողջ։ Բայց ես հասկացա, այսօր ազնիվ խոսք եմ ասում, գերագույն հիասթափություն, որ սա չի։ Ոնց որ ԿՊ-ի համար, չէ՞ ԿՊ-ից մեծ մասը սրանք ընդդիմության շարքերում էին լակոտ լուկուտները։ Հետո պարզվեց, որ սրանք համակարգային կոռուպցիային չեն դեմ, սրանք դեմ են, որ իրանք չեն այդ կոռուպցիայի կրողը։ Ոնց որ այսօրվա ակտիվը, որ ուրախացել է Վարդանիկ Ղուկասյանի համար, փաստորեն ինքը անարդարության չի դեմ։ Ուղղակի դեմը, որ այդ անարդարությունը իր նկատմամբ արվում, բայց որ այդ անարդարությունը ուրիշի նկատմամբ արվում, ու այդ ուրիշը Ռուսաստան սիրողը կամ քահանա սիրողը հասնում է իրան։ Ես այս խաղը չեմ խաղում։ Սա իմ խաղը չի։ Չի էլի, ես կեղծավոր մարդ չեմ, ես կրկնակի ստանդարտներ դավանող չեմ, ես ատում եմ այդ կրկնակի ստանդարտները, որովհետև այն ինչ որ հիմա կա, դա հենց այդ կրկնակի ստանդարտների արդյունքն է։ Անդիմադիր ես, քանի դեռ իշխանություն չես, այս դառնես իշխանություն, վերջ, կամ քանի դեռ այդ շան լափը դեմը չեն գցել, ոնց որ Ստյոպիկ Սաֆարյանի միջև շան լափը կդռնեն գցեին դեմ, ասեին, արի այդ հանրային խորհրդում աշխատի, ինքը անդիմադիր տղա էր, ասի ակտիվ խոսող քննադատող Փաշինյան Նիկոլին, հենց ասին արի հանրային խորհուրդ, դարավ, այն ինչ որ դարձավ։ Ես դրան եմ դեմ։ Չգիտեմ։ Մեկ մտածում եմ, կարող է ես այլ մոլորակային։ Հիմա գամ ես ամեն ինչի հեղինակին, Նիկոլ Փաշինյանին չէ։ Նիկոլ Փաշինյանը ում շունն է։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ազգային ժողովի կողմից ընտրած կառավարության վարչապետն է։ Այսօր Գյումրիում եւ այս կապված դեպքեր, ովքեր դժգոհ են, ուրախացած մասը չեմ ասում, ուրախացած մասին ես արդեն խոսացի, ովքեր դժգոհ են, իրանց հայհոյանքները, անեծքները, պահանջները պետք է գնա ազգային ժողովում Փաշինյան Նիկոլի իշխանությունը պահող ընդդիմությանը, չակերտավոր եմ ասում ընդդիմությանը, այդ քաղաքական պրաստիտուտ կեքին։ Ես արդեն այնքան եմ խոսել դրա մասին, ես հոգնել եմ, այսօր ուզում եմ իմ փոխանեն խոսա այլ մարդ, լսենք էլ։ Բարև ձեզ հարգելի ընկերներ, սարսափը, որ տիրում է Հայաստանում, իրական պատճառը նա է, որ դուք չեք հասկանում ով է ձեր իրական թշնամին։ Նիկոլը գարշահոտ, կեղտոտ, բայց ընդամենը գործիք է։ Հայաստանը խորհրդարանական պետություն է եւ Հայաստանում կատարվելիք ամեն ինչի համար պատասխանում է Հայաստանի միակ իրական իշխանությունը խորհրդարանը եւ ցանկացած պատգամավոր այնտեղ նստած համարվում է այդ իշխանության անկախտելի մաս։ Ցանկացած վարքյան կարելի է ազատվել Նիկոլից, լուծարելով այդ խորհրդարանը, իսկ Հայաստանում դա սարսափելի հեշտ է, քանի որ գոյություն ունի 101-ի օրենք, խորհրդարանը, այսինքն 101-ից ոչ պակաս պատգամավորի քանակով չի կարող կազմվել խորհրդարան։ Այդ դեպքում պետք է 30% մինիմում լինի ընդդիմադիր
եւ խորհրդարանը պետք է կազմվածնի, իշխանությունը պետք է կազմվածնի 3 իշխանական մասից, մեկը կառավարող, երկուսը դիմամիտ համատեղ եւ կազմելով այդ խորհրդարանը նրանք այդ դավաճանների հետ միասին նրանք կալաբարանտ են, նրանք համագործակցության ամենամեծ ձևը, ամենամեծ ձևը դա իշխանություն կազմելն է դավաճանների հետ։ Նրանք կալաբարանտ են եւ ցանկացած վայրկյան նրանք կարող են Արցախի հանձնելը փակեին դուք վաղը նստացնելու եք վեհապարին, այսօր դուք նստեցնում եք Գյումրու ընտրված քաղաքապետին, այդ փալասներ, այդ անդիմա բոսյակներ դուք եք անում եւ ամեն մեկը պատասխանատու եք ավելի շատ քան թե Նիկոլը վաղը կասի չթողնեիք ոչ լեգիտիմներ նրանից բետար քանի որ դուք խոստացել եք մեկ բան միայն Նիկոլին հեռացնել դուք ոչ լեգիտիմ շան տղեկ եք վայր դրեք մանդատներ շներ վայր դրեք հերիք է կործանվելու եք բոլորդ դավաճանության սպասարկողներ ժողովուրդ ջան պահանջեք միայն մի բան լուծարել խորհրդարանը ճանաչեք ձեր թշնամին ազգային կոզով կազմած ցանկացած ուր են նրանց դիմումների այս ֆրակցիաների անուններից ԱԱՑ եւ դատախազությունը ամեն անգամ երբ որ նրանք ասում էին որ դավաճան է սահմանադրական կարգի խախտել ուր են նրանց ֆրակցիաների կողմից դիմումները եւ ինչու հակառակ պայն հենց նույն վարկյանին նրանք վայր չեն դրել մանդատները հերիք է իմացեք ձեր թշնամիներին ոչ մի տարբերություն չկա այդ շների եւ կպահականների միջեւ նրանք ավելի բետար կենթանի են բարի եւ չար միլիցիա խառնելով խաղալով երկիրը կործանման հասցրեցին հիմա գնացին 2021 թվականին որպեսի ձեզ տանեն դուք ստորագրեք ձեր ձայներով կեղծված ձայներով հիշում եք 300,000 ձայն ասում էին կեղծված է հետո հենց որ Նիկոլի սահմանական դատարան ասեց չէ այդպես չէ սկսեցին պնդել որ դուք այդքան ձայն եք տվել ստորագրեցին կապիտուլյացիան ձեզ տարան որպեսի դուք լեգիտիմացնեք process-ը այս քանդման մի տարի էր մնացել Նիկոլին 5 տարին տակ նրան որպեսի նրանց միջոցով նրանց ներկայությամբ խորհրդարանում նրանց գարանտ հանդիսանով քանի դեռ նրանք ընդեղ են հիմքը բազան դավաճանության նրանք են հանդիսանում քանի որ Հայաստանում գոյություն չունի ոչ մի քաղաքական ճգնաժամ եւ հիմա էլ ձեզ տանելու են ընտրության որպեսի այս անգամ գնաք տանեն խափեն ձեզ էլի կեղծելով բայց էլի գցեն ձեր վրա ժողովուրդ ջան որ դուք քվեարկում եք որ դուք դառնաք ամենավերջին ազգ այս աշխարհերեսին որ Հայաստանի կործանումը լեգիտիմացնեք եւ թույլ տաք որ ձեզ անձամբ ձեր վրա լինի բռնացում ձեզանից մանկուրտ են սարքելու այդ ընտրություններով մենք արդեն մանկուրտ ենք Արցախի մանկուրտներն ենք հիմա ձեզ տանելու են սարքեն Հայաստանի մանկուրտը Խնդրում եմ ձեզ, պահանջեք բոլորդ այդ շներից վայր դնել մանդատները լուծարել խորհրդարանը։ Խնդրում եմ ձեզ, դա է միակ փրկությունը Հայաստանի եւ անձամբ ամեն մի հայի Հայաստանում։ Ինչքան կլինի նույն բանն ասել։ Ինչքան։ Ու ես որ տեսնում եմ Նարեկ Կարապետյանի կազմակերպված այդ ամբողջ երթի ժամանակ այս բոսյակները իր ասած քաղաքական բոսյակները, այդ Նիկոլի գործիքները իր հետ քայլում են, ուզում ասեմ լավ եք, դուք չգիտեք, թե դիտավորյալ եք մարդկանց էշի տեղ դնում։ Խոսքս բոլորին է, ովքեր գտնվում են այսօր դեռ խորհրդարանի, բոլորին է վերաբերում, ովքեր խորհրդարանում են գտնում մանդատ ունեն։ Դուք բոլորդ Նիկոլ եք։ Դուք բոլորդ։ Այսօր իրանք էլ հայտարարեցին, որ հող տեսնեն Վարդանիկի վիճակը ու հասկանան ինչ է լինում, երբ որ մեկը գնում է պետության դեմ։ Այդ Արտուր Հովհաննիսյան կա է նարկոման է ոչնչությունը։ Սումը նայեք Վարդանիկին ու տեսեք ինչ է լինում, երբ որ մեկը գնում է պետության դեմ։ Այդ պետություն կոչվածը փաստորեն իրանք են։ Փաստորեն եկեղեցին դա քահանաները չեն, եպիսկոպոսները չեն, վեհապարը չի, բայց պետությունը իրանք են։ Գիտեք ինչ են իրանք, որտեղ իրանք տենց անդիմություն ունեն իրանց ներսում գցած։
Մեր իրանք պետությունն են։ Ինչ ուզենան, ոնց ուզենան կանեն, որովհետև վստահ են այդ մանկուրտների վրա իրենք չեն թողելու իրանց մենակ։ Այս 101-ի օրենքը, որ ասում է, եթե 101-ից ներքև պատգամավոր եղավ, այսինքն նույնիսկ եթե Սերժ Սարգսյանն էլ իր փոքրիկ խմբակցությունով լքի գնա, բավական է, որ այս խորհրդարանը դադարի գործել։ Բայց դեռ չի անի։ Սերժ Սարգսյանը չի բերել այս եթիմին ավիրելու համար, որ մի հատ էլ հիմա կիսատ թողի գործը։ Թշնամին Փաշինյան Նիկոլն է։ Թշնամու գործիքները բոլոր նրանք են, ովքեր գտնում են խորհրդարանում։ Եթե մենք չենք խոսում դրա մասին, մենակ Փաշինյան Նիկոլին ենք խոսում ու թողում ենք այդ վիժվածքներն էլ ասեն Փաշինյան Նիկոլն է մեղավոր, բայց իրան պահում են վարչապետի պաշտոնում, նշանակում է մենք թույլ ենք տալի, որ մեզ դնեն էշի տեղ։ Այսքանը։ Եվ լսենք սրանց։ Իրադարձություններին ընդհանուր առմամբ իրավիճակը մեր երկրում ընդդիմությունը օրինակ այս ամենը համարում է իշխանական բռնաճնշումներ, թե հոգևորականների, թե ընդդիմադիր գործիչների, թե փաստաբաների նկատմամբ։ Ինչ կարող եք ասել, ո՞րն է ձեր գնահատականը։ Միջև գնահատականը լսելը միանգամից ասեմ, որ այսօր Նոյան Տապանը միանգամից 2 հոգու էր կանչի եթե, որ արդարացնեն են ինչ որ կատարվում է Գյումրիում։ Բոլոր նրանք, ովքեր հետևում են Նոյան Տապանին, այդ չեմ ասում, հովանավորում են Նոյան Տապան։ Գովազդ են պատվիրում եթերում։ Ընկերներ, ես չգիտեմ դուք դիտավորյալ եք անում, թե չիմանալով, բայց դուք հովանավորում եք թուրքական քարոզչություն։ Այն ինչ որ կատարում է, իրականացնում է Նոյան Տապան։ Հիմա լսենք այս հարցի պատասխանը։ Տեսնենք ես կարող է սխալ եմ ասում։ Նարեր, շնորհակալ եմ հրավերի համար։ Ես կարծում եմ, որ Ու սա, որ կարծիք ունի, սա այս ապրանքը։ Գիտեք ում ապրանքն է։ Արամ Սարգսյանի Զավենովնայի Վազգենի քրոջ ապրանքն է։ Ու սա փաստորեն կարծիք ունի։ Մենք լսենք այդ կարծիքը։ ընդդիմությունը ինչպես միշտ ամեն ինչ փորձում է իր պատահանից նայել, որովհետև այն տպավորությունն է, որ այդ ամենը արվում է, իսկ մյուս կողմը ոչինչ չի անում։ Հասկացա՞ք, ընդդիմությունը նայում է իր պատահանից։ Ասեն իշխանությունը ամեն ինչ անում է, բայց այն մյուս կողմը ոչինչ չի անում։ Իվարկան։ Ինչ է նշանակում։ Ինչ է նշանակում մյուս կողմը ոչինչ չի անում։ Հասկ եթե նա ընդդիմությունը լավ չի պահում, իրանք պետք է խախտեն օրենքները։ Մենք լսենք այս գիգանտը քաղաքական մտքի ինչ է ասում։ Ու հասկանաք մոտարապես ինչ է նշանակում քաղաքական միտք եւ Արամ Զավենի Սարգսյանի միտքն է։ Կնքից իջացել հրեշտակներ են ամպոտ ոտքերով։ Պաստորեն, եթե ընդդիմությունը ամպոտ ոտքերով չի, հրեշտակներ չի, իշխանությունը իրավունք ունի լինի հանցագործ։ Սա բանալին է քաղաքականության եւ քարոզի, որն իրականացնում է Նոյան Տապանը։ Ընկերներ, դուրը ծեցեք են մարդկանց, եթե ճանաչում եք, ովքեր սրանց մոտ գովազդ են պատվիրում։ Ու տեղեկացեք ընդամենը, ոչ պահանջ, ոչ կռիվ, տեղեկացեք, որ դուք ընկեր ջան, հովանավորում եք թուրքական քարոզչություն։ Թիկունքում էլ թևեր ունեն, պարզապես այդ թևերը չի երևում։ Դուք Բա, ինչպես մեղավոր են։ ձեզ կզգայիք, եթե որևէ մեկը ձեզ ասեր շանաղջիկ։ Հասկացաք։ Ինչպես դուք կզգայիք, եթե որևէ մեկը ձեզ ասեր շանաղջիկ։ Եթե ձեզ մեկը ասել է շանաղջիկ, ուրեմն պետք է զորք ուղարկել Երևանից, այսինքն սա այդ է արդարացնում, էլի, զորք ուղարկել Երևանից, փռել բոլորին ասֆալտին, ջարդել դռները, քաղաքապետին ջարդելով զորով տանել, քնչական, քրեական գործ հարուցել վրա, որտեղ ինքը ասել է շանաղջիկ։ Սա Հայաստանում քաղաքական միտքն է։ Հեղինակ այդ մտքի Զավենի քուր, Վազգենի քուր Արամն է։ Սնալը։ Բարձարց եմ տալիս։ Համաձայն եք շանաղջիկ լինել։ Խոսա աղջիկ ջան, ասա բայց դե ինչ կապ ունի արա քաղաքապետին ձերբակալելու հետ։ Ես քեզ կանչել հարց եմ տալի,
օրենք են խախտում, մարդ են ձերբակալում, քահանաներ են 15 հոգի ձերբակալել հոգևորական։ Ինչ անաղջիկ։ Այ աբրանք, հասկանում եք ես ինչ եմ ասում աբրանք։ Այսինքն մի հատ բիո զանգված, որ ասել են գնա խոսա, որ ընդհանրապես խոսելու իրավունք չունի։ Հասկանում եք, կարծիք ունենալու պետք է նույնիսկ բանա, արժանանալ, դուք կանչել եք ձեր ընտրությամբ մեկին ու հասկանալով հանդերձ ինչի եք կանչել, որ ինքը արդարացնի այն ինչ որ իրականացել է, ու դուք այդ դեմքով նայում եք իրան, ընկեր ջան։ Խոսա։ Վարդան Ղուկասյանը հենց դա էր ասում յուրաքանչյուրին։ Հասկացաք։ Հենց դա էր ասում, մենք դրա համար ջարդը փշրել կալանավորել ենք, լավ ենք արել։ Ընկեր Վարդան Ղուկասյանին ձերբակալելու համար ուրախացողներ։ Դուք էլ եք այդ կարծիքին։ Մենք հետաքրքիր է, ասեք, հա, ես իմանամ, որ իմ միսիան ավարտված է, էլի։ Հա, որ ես անելիք չունեմ էլ։ Ես այդպես հասարակության մեջ անելիք չունեմ։ Անիմաստ է, ձայն բարբարո անապատի։ Ում հետ կռիվ տաս հարազատ մարդկանց հետ։ Ում հետ մտածում ես դու պետք է պետություն սարքես։ Բայց հիմա Վարդան Ղուկասյանին այլ Բայց նույն այդ Վարդան Ղուկասյանը, որ մտնում էր Ղարսանի, չգիտեմ էլ ուր էր գնում, Ռուսաստանի Դաշնությունից այստեղ ինչ որ ազատ տնտեսական գոտին Նույն տապան դուք խայտարակություն եք։ Դուք ազգի խայտարակություն եք։ Դուք սա եթեր եք տալիս, որ գնում եք Ղարսանի, լավ էր անում։ Դրա համար չեն կալանավորում մարդ, նա ազատ մարդ, նա քաղաքապետ է, այսինքն Նիկոլ Փաշինյանը արգելել է արդեն Ղարսուկանի գնալը, հա, ու այս դեմքով ասում է, բա լավ էր անում, որ ինքը գնում էր Ղարսանի։ Աղջիկ ջան, փոխի գործդ։ Այն վախվխելով, որ ուզեցած ընդամեն ասես, բայց Վարդան Ղուկասյանն ուրիշ բանի համար ձերբակալել, ու դու էլ ձեն չես անում։ Փոխի գործդ։ Երևում է, որ ներքուստ անհամաձայն ես, բայց մի դառիր կամակատար։ Մի արա, ուղղակի մի արա, փոխի գործդ։ Մի արա ոչ իմանալ, դու դառնում ես գործիք, հանցագործ, գործիք, այս իշխանության ձեռքում։ Նույնիսկ եթե դու դա անհամաձայնությամբ ես անում, սա գնում է եթեր։ Փաստը կայանում է, որ ասում է, ինչ անի ոստիկանը։ Ոստիկան ինչ անի, բայց աշխատանքն է։ Դա բայց ես այդ միշտ անեկդոտը պատմում եմ, այդ անեկդոտը հայտնի, որ սրանց հավատարմությունը ստուգելու համար զենքը տալիս են, ասում է գնա հորնումորոտ խփի։ Մի քանի օր հետո գալիս անուն լվա, ասում է ձեռեք առնում, ինչի եք զենքը տվել ու դատարկ պարկուշներով։ Ինչի, բա որ հանգարց դանակը ձեռս չլներ։ Ես հրամանա ոնց էի իրականացնելու։ Այս սրանք էտ են։ Սրանք էտ են փողի համար, ի պաշտոնե մի արեք։ Այդ արդեն կարևոր չի, դուք համաձայն եք այդ արածի հետ, թե չէ։ Դուք փաստը, որ անում եք, արդեն հանցագործություն է։ Ձեր ներքին ապրումները բան չի փոխում դրանից։ Այս ամեն ինչում ոչ մի բան չի փոխվում դրանից։ էր ստեղծում, համարյա թե Պուտինի հետ համաձայնություններ ուներ, գործարքներ ուներ, որ այստեղ գալիս են Գյումրի Ոչինչություն, Պուտինը ստեղ է, 102-րդ բազան ստեղ է, սահմանապահները ստեղ են, քո վարչապետ ոչինչությունը սաղորը իր ոտերի տակ է։ Պուտինից է խոսում։ Վարչապետի ձերբակալի։ Վարչապետի ձերբակալի, որ միջև մա ԵԱՏՄ-ում հապկի մեջ է։ Ու ոչ մի ընդհատում չկա, լսեք ես մտքի առանձնացնում են Հայաստանի Հանրապետությունից Գյումրիի Հանրապետություն են հռչակում։ Նույն այդ Վարդան Ղուկասյանը չի շարունակում, այն ինչով զբաղվել է ամբողջ կյանքում։ Ձայնագրությունների մասին ես չի որ պիտի ձեզ ասեմ։ Ձայնագրությունների մասին ասում, ձայնագրություններ կա։ Այս հոգեկան հիվանդը չի ասում այդ ձայնագրությունները ով է ձայնագրել, պետքա դատապարտվեն, որ ձայնագրությունների մասին չի ասում։ Ինչ ձայնագրություն։ Ինչ ձայնագրություն, այ հիվանդ,
ոչ միայն ինքնահիվանդ, բոլոր նրանք, ովքեր սրանք կանչում են եթեր։ Սա արտահայտելու, իմանալով հանդերձ ինչ այս անգրագետը ինչ պետք է ասի։ Սա տեղեկատվական դիվերսիա է, որ դիվերսիայի աղբյուրը այս պահին հենց Նոյան տապանն է։ Եկեք այստեղ թերևս ամենազարմանալին Վարդան Ղուկասյանը չի, ոչ էլ իրավապահներն են։ Այստեղ ամենազարմանալին գյումրեցիներն են։ Դրսի, Բայց նրանց ես ասելիք չունեմ, Բա- որովհետև նույն այդ գյումրեցիները իրենց պահում են շան տղայի ու շան աղջկա պես։ Գյումրեցիներ ջան։ Հասկացաք ով եք դուք սրանց համար։ Դուք հասկացաք ով եք սրանց համար։ Եթե մի հատ քպեական, մի հատ ձեն պետք է ստանա Գյումրիում, ուրեմն սրանք ինչ անում են մեզ քիչը։ Մի հատ քպեական Արամ Սարգսյանի կողմից նշանակված։ Հիմա սրանց եթիմը, սրանց կուսակցության եթիմը լինել է վառաշապատի ընտրություններում։ Ոչ սա, ոչ ԿՊ-ն, գեթ մեկ ձայն պետք է չստանան ոչ մի կողմից։ Որ հետո էլ մտածեն վաղաշապատի քաղաքապետին ոնց պիտի սպանեն։ Թող մտածեն։ Թող մտածեն ու հասկանան, որ հանրապետությունում իրանց ոչ մի տեղ ընդունող, ուղղակի, որպես մարդ գոնե ընդունող գոյություն չունի։ Որ հանրապետությունում ԿՊ-ական վիժվածքների տեսակից բացի մարդ ապրում, մարդ, ով արժանապատվություն ունի, անասունից տարբերվում է իր հիշողությունով, նվիրվածություն ունի արժեքների նկատմամբ։ Թե տեսնենք ոնց կա շատ մեխանիզմ։ Դա գիտեք ում են, փաստաբանի են ձերբակալում։ Փաստաբանի։ Մեծ ձևով շարժման անդամ, իրավաբան, փաստաբան Ռուբեն Մխիթարյանի ձերբակալում են։ Բա նա որպես իրավապաշտպան այսօր փորձել է հանդարտեցնել Գյումրիի քաղաքապետարանում ստեղծված իրավիճակը։ Որպես իրավապաշտպան ձերբակալել են։ Ժողովուրդ ջան, ուրախացեք, ծափ տվեք, ինքը մեծ ձևով շարժման անդամ է։ Ուրեմն հասնում է։ Չոտքի հասնում է։ Եթե սենց է, եթե ԿՊ-ականների բոլոր գլխատերը հասնում է, բայց օրենք խախտելու համար էլի։ Եթե բարոյականի մեջ է, ովքեր կան մեծ ձևով շարժման կողքը, պետք է բոլորին գնդակահարել, բանտարկել, իրանց են բարոյականի մեջ հասնում է, տակ ինչ անում։ Այդ է պասի մասային էլ հանեք դուս։ Ինչ ամնում տակը, ժողովուրդ ջան։ Օրենքը ում համար է, օրենքը ում համար է ընդհանրապես ընտրյալ մասայի, եթե տենց է, այսօր ընտրյալ մասան ԿՊ-ն է։ Իրանք համարում են, որ այդ օրենքը իրանց համար է խախտելու համար։ Պարտադրում են ձեզ, ասում են ձեզ դուք ինչ պետք է անեք։ Նույնիսկ եթե դուք ապրում եք օրենքով, մեկ հատ ձեզ ցանկացած ժամանակ արան ձերբակալեն, որովհետև իրանք էլիտա են։ Եթե սենց է, օրենքը կամայականորեն է, այս մարդիկ ուրեմն ճիշտ են անում։ Բողոքներս ինչու՞մն է բա։ Մեր խնդիրը ինչի հետ է կապված։ Մենք հասկացել ենք մենք ինչ ենք ուզում։ Մենք էլ մեր ձևով ենք ուզում։ Մեր ձևով աշխատի օրենքները, ասես մարգատի նման, էլի, մեկ աշխատի չաշխատի, աշխատի, Էդ ենք ուզում մենք։ Դե եթե էդ ենք ուզում, հենց հիմա դա է։ Ուղղակի շահառուն մենք չենք, շահառուն ԿՊ-ն է։ Այ վատ է, չէ, որ շահառուն մենք չենք։ Ուրեմն փաստորեն լավ է նա, երբ որ ինքը տեղ աշխատում է, բայց շահառուն մենք ենք լինում։ Նույն բանը արեց ԿՊ-ն էլի։ Հիմա մեր բողոքը ԿՊ-ից ինչու՞ն է, եթե տենց է։ Այսօր նաև հարձակվել են բանի վրա։ Բարի ուշ երեկո։ Արտուր Չախոյանի վրա։ Քաղաքացիներ, ես հիմա գտնվում եմ Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքի դիմաց, ուզում եմ ձեզ տեղյակ պահել Չախոյան Արտուրի դեպքի վերաբերյալ եւ Չախոյան Արտուրի վիճակի մասին եւ տանել երկու զուգահեռներ։
տեսեք, արգելի համակարգացիներ, մի բար երևի բան ունեմ, դանդաղ եմ, որպեսզի մեր համակարգացիները արդեն մարդիկ միանում են, ես հիմա ոստիկանության նոր նոքի բաժանմունքի դիմաց եմ, ուզում եմ տեղակ պահել Չախոյան Արտուրի վիճակի մասին, դեպքի վերաբերյալ, տեսեք ինչն է հետաքրքիր, երբ որ Չախոյան Արտուրը հրապարակում է այդ տեսանյութը եւ Տիգրան Ավինյանին ասում դու կապ ունես սրա հետ, կաշառվեցել ես թե չէ, եթե չէ, հերքի կամ հակառակն ասա, որովհետեւ համայնքային հողազատման մասին է խոսքը։ Այդ ժամանակ էլ են հարձակում Արտուրի վրա Չախոյան, Արտուրը դիմում է ոստիկանություն, ոստիկանությունը դրսևորում է հանցավոր անգործություն, ինչու եմ ասում հանցավոր անգործություն, որովհետև դրա արդյունքում տեղի ունեցա այսօրվա դեպքը։ Այսօր Արտուրը Չախոյան, տեսնելով, որ Վարդանին Ղուկասյան Գյումրիի քաղաքապետին մեղադրանք են ներկայացնում, որ համայնքային հողը զավթած լինելու, թվացial զավթած լինելու մեջ ինչ-որ անհասկանալի, որովհետև պաշտոնական լրահոսը այդքան էլ հասկանալի չի եւ ընդունելի չի, այդ դեպքը, որ համայնքային հողի հետ կապված խնդիր է, գնում է նույն տեղը, որպեսզի զուգահեռներ անցկացնի, ասել ոնց է լինում, որ Վարդան Ղուկասյանի պարագայում դուք գործ եք հարուցում, իսկ ակնհայտ ցույց ենք տալիս եւ դուք ջայլամային քաղաքականությամբ գլուխներդ մտցնում եք հողի մեջ, ոչինչ չեք նկատում։ Երբ որ Արտուրը գնում իջնում հասնում այնտեղ, փորձում է նկարահանում կատարել, Բորոնիների ոհմակի պես հարձակվում են Արտուրի վրա, ծեծում են Արտուրին, քանի որ նկարահանել էր այդ բոլորը նաեւ նկարահանել են հեռախոսը գողանում են Արտուրի, մոտ 5 հոգով են լինում, բայց մեր շատ մտահոգ քաղաքացիներ այդ նույն պահին նկարահանում են, տեսանյութով նկարահանում են իրանք այդ բոլոր փաստերը, եթե չեմ սխալվում էլ այս պահը բոլորը տեսնում են։ Եվ ինչն է հետաքրքիր, որ ոստիկանությունը անգործության մատնվելով, այսինքն 2 օր առաջ այս դեպքը կամ 4 օր առաջ այդ դեպքը եղել է, իրենք պարտավոր են գնահատական տալ միջադեպին, բայց իրանք դրսևորել են իմ գնահատմամբ հանցավոր Մի խոսքով Արտուր Չախոյանը որ խմբակցությունից է։ Ասեն բաննա, չէ։ Հայաստան խմբակցությունից է։ Էլի ընդդիմադիր խմբակցություն չի։ ՔՊ-ականում։ Բանում քաղաքապետարանում մենք ընդդիմադիր խմբակցություն չունենք։ Մեր պատկերացումների էլի ընդդիմադիր։ Էդ էլ կապված է, չէ՞, ասեմ Քոչարյանի հետ։ Դե լավ, եթե Արտուր ուրեմն Չախոյանին այս զուգահեռները ճիշտ զուգահեռներ անցկացնելու համար ծեծել են, ջարդել են, փշրել են, ձեռից հեռախոսը խլել են, լավ, ուրեմն եթե մեզանից չի այն ռուսական թևի ներկայացիչը, ուրեմն լավ են արել, հա։ Սենց է դառնում կյանքը։ Ես չեմ խաղում այս խաղը։ Թող ինձանից նեղանան մարդիկ։ Իմ համար նույնիսկ ընդունելի չեն այն մարդիկ, ովքեր խաղում են այդ խաղը։ Ավելի լավ է ես մնամ մենակ, քան շրջապատված լինեմ մարդկանցով, ում համար այս մարգատի օրենքն է։ Լավա, լավ չի, լավա, լավ չի, չէ՞ չի։ Ես չեմ սակարկում։ Արտուր Չախոյանը անենց մարդը ոնց որ մենք բոլորս։ Նույնիսկ եթե ինքը այդ խմբակցությունից է։ Աժ-ում չի նստած որ քֆուր տամ ասեմ ինչի չես դուրս գալիս։ Քաղաքապետարանում է։ Այո, այդ խմբակցության անդամ է։ Ու ինքը գործ է անում, ինքը բոլոր այս հանցանքները ցույց է տալու այս մարդին, տալիս։ Ու այս մարդուն ծեծել է, ձեռից հեռախոսը ջարդ է խլել է, ինչպես անում է Նիկոլի իշխանությունը։ Հիմա մեկի համար սա նորմալ է, որ ասենք խոսքի բանը քոչարանական թմից է, մեկի համար ամեն դեպքում չի կարելի։ Դրա հարաբերակցության քանակի բան արդյունքում է երևալու մենք ունենալու ենք պետություն, թե չենք ունենալու, որովհետև եթե մեկի մոտ օրենքն ու արտադրությունը սակարկվում է, ինքի մնգերը չի եսելի արիչը։ Ու եթե իրանք շատ են, մենք դառնում ենք փոքրամասնություն, հետևաբար ոչ մի բան չեն կարող փոխել։ Ու ես գիտեմ դրա պատճառով իմ շատ ընկերներ ձեռները թափ են տվել, ոչ մի բան չեն անում։ Ես գիտեմ։ Հələ ինձ էլ ասում են, երբ ես հոգնելու։ Չգիտեմ, բայց ես տեսնում եմ կոնկրետ ասում եմ ինչի են ձեռքերը թափ տվել։ Մտածում ասում նախբեր, եղբայր ջան, այն ինչ որ մենք ենք տեսնում, դա քո տեսածը չի։ Ստե արդարության ծառավ չկա։ Ընդամենը հարմարվողականությունը, վստահ եղի իրանք են նույն ձև են անել։ Ես հիմա չեմ հարմարվում, ու ես չգիտեմ ինչքան հələ դեռ պետք է չհարմարվեմ ես։ Սարիկն ասում է, որ փորձառու արվեստը երկու ոտով ընկավ թակարդը։ Սարիկն ասում։ Սարիկն ասում է Վարդանիկին։ Սարիկ, փորձառու արվեստը այդքան վտանգավոր բան չի, ինչքան փորձառու պրոստիտուտկա։ Գիտես, Սարիկ։ Արվեստը բնության կենդանի է, մի մասը։
Կարող է ինքը թակարդ մտնի։ Փորձառու անառակը շատ ավելի վտանգավոր բան է։ Ասեմ ավելին, ինքը նույնիսկ առավելություն չունի աղբեսի վրա, աղբեսի նկատմամբ։ Այդ փորձառու անառակը ընտրություններից առաջ ընտրելով միանա ԿՊ-ին, որպեսզի դառնա իշխանություն, այ ինքը այդ ժամանակ ընկա թակարդը։ Ու եթե քեզ թվում է հիմա իրան ձերբակալեցին, դու ես դառնալու քաղաքապետ, սայիկ, դու չես դառնալու։ Այսօրվային ինչ որ կատարվեց, այսօրվային ինչ, եթե նույնիսկ մեկի մոտ էլ կասկած կա Վարդանիկին օգնի թե չօգնի, այսօր հասկացա մի բան, աղբեջան, մենք ընտրել ենք, հա, ձեր ուզածն ինչ անդր մեկին սպանում եք, ձերբակալում եք, որ ԿՊ-ական չի դրա համար, ուզում եք սպանեք, ձերբակալեք, Ավինյան Տիկոնենը նստած անդեր, այս մարդը զուգահեռները բացային, Արտուր Չախոյան ամեն օր ապացուցում, հա, այդ չեմ ասում անիֆի գործունեությունը, միլիարդավոր դրամներ կորել է, հարյուրավոր միլիոն դոլարներ բանի ձեռով կորել է, որ անետացել է, թալանվել է։ Ավինյան նարկամանի ծնունդը, համբալի տղեն, ինչև մանը նստած է։ Բա գնացեք սպանեք, ձերբակալեք։ Գյումրեցին հասկանում է, չէ՞ դուք ինչ եք անում։ Եվ ոչ միայն Գյումրեցին, ամբողջ Հայաստանն է հասկանում։ Փորձավ աղմես նգավ երկու փոսի, չէ, առաջին գնողը դու ես եղել։ Եվ որ մտածեցի դա, ուրանամ սրանել, ուրանամ նրանել դառնեմ ԿՊ-ական, որ դառնամ քաղաքապետ։ Կերար, հիմա էլ ես ուտելու, հիմա ավելի դառն ես ուտելու, սադիկ։ Ավելի դառն ես ուտելու։ Այ օչխարներ։ Կյանքը մի քիչ ավելի երկար է, քան ընտրական բանը, պերիոդը։ Հասկանում եք։ Ընտրական է շրջանը ավելի կարճ է, քան ինքը կյանքը շատ երկար բան է։ Հետո կյանքի ընթացքում ընես փոփոխություններ ա լինում։ Այն անասնատեսակը, որ այսենց կարճ է նայում ամեն ինչին, այսօրվա եղածը գրփեմ, չրփեմ, ուրանամ, դավաճանեմ, որտեղ այսօր տենց է կարգը։ Արա, բա հետո Վարդանիկով ամբողջ կյանքը ընդեղ չի մնալու։ Չի մնալու, հաստատ ինքը ընդեղ չի մնալու։ Հանգիստ է։ Նույնիսկ եթե մնայել դու քաղաքապետ չես դառնա։ Ու այս ամեն ինչի պատասխանը տալու ժամանակը դալու է։ Նիգոլը ձեզ բոլորին փուրը տալու է։ Այսինքն ու փախնի, եթե կանան հասցնի էլի։ Բայց դուք ուշ պետք փախնեք, այ որ պոանտերներ։ Մեկ վաղվոր մամասին մտածեք էլի։ Բայց համար ուղեղ ապեք, ձեզ հետի որտեղ ես, ձեզ դա չի սպառնում։ Ես սպիտակի քաղաքապետը, մարդուն ծեծել է, Իրավապահ մարմինները Քարաձորցի Գագիկ Էմինյանի բողոքն առանց քննության կթողնեն, եթե անգամ Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայ Նիկողոսյանն իսկապես նրան ծեծել է։ 2 օր առաջ Քարաձորի բնակիչը նման բողոքով ոստիկանություն էր դիմել։ Չեմ շարունակում, որովհետև ժամանակը թանկ է։ Բա ծեծել է, ինչ անենք, ուրախ պետք է անենք, կարա ինչ է սպանեին։ Փարակարի բանին անդամները ավականում ոնց սպանեցին։ Կարա ինչ է ձերբակալեին։ Ընդամենը ծեծել են։ Ու ասում են քրական գործել չի ալուցվելու ախպեր։ Ով հայ ժողովուրդ ջան։ Ստե Վարդանիկի կռիվը չի, Սպիտակցի ես քաղաքացու կռիվը չի։ Սա թուրքի եւ հայի կռիվն է, թուրք ԿՊ-ականների։ Դա կլինի քաղաքապետի տեսքով, ավականու տեսքով, նախարարի տեսքով, то չգիտեմ, ԿՊ-ի եւ հայի կռիվն է։ Ոնց կարելի է ԿՊ-ի հաղթանակի համար ուրախանալ։ Եթե հայը ճաշակովը չի, բայց ինքը քո հայն արա, ինքը թուրք չի։ Ես չգիտեմ այնպես։ Եվ նա խոսքը։ Պատասխան եմ ուզում լսեք, էլի ոչ հեռու անցյալից։ Հաղթանակի կարելի արտահայտություն եք արել։ Մինչև Շուշի ընկնելու օրը հավատում էի հաղթանակին։ Այո, մինչև նոյեմբերի 9-ը առավոտ։ Երկրորդ, այսինքն վերջնական ընկնելը կարելի ասել։ Շուշին ընկավ, թե դե թեն բարդ հարց է, նոր ջան։ Ու բարդ հարց է։ Ինչի է բարդ, ոչ խես կողնայ մալա։ Հարցը տվե, ընկավ թե, ասում դե թեն շատ բարդ հարց է, ի՞նչն է բարդ արա։ Ասում առաջի թե երկրորդ անգամ Շուշին երբեք չի ընկել։ Այ եթե ընկածել են, միանգամից կասեի հա, ընկավ։ Էլ բարդը ո՞րն է բա։
հա ու միանգամից կողքանայ որ մտած մի սուտ հոդինի դու ինչա պատասխանում ամենը պետք է ուսումնասիրել 100 տարի անց է բայց մենք չգիտենք կարսը ընկավ թե հանձնեցին ո՞չ համատությունը լսակ 100 տարի անց չգիտեն կարսը ընկավ թե հանձնեցին ոստե հրամանով տելեգրամ եկավ հանձնեցին Լենինը պայմանավորվել է թուրքերի եւ բաների հետ, գերմանացիների հետ, բայց Լիտովսկի պայմանագիրը կնքել են հանձնեցին։ Այ ոչխարի ինչի չգիտեի դու հանձնեցին թե չէ։ Ու դա զուգահեռ կարսն լավ թե հանձնեցին։ Հանձնեցին կարս չինգ է։ Հանձնեցիք ինչպես շուշին որ հանձնել։ Հետաքրքիր է նվեր ինչ կասի։ Ձենը ներկա։ Շուշի Ձեն հանի։ Շուրջ այդ բարդ օրերին Գազեր ցեն Դա որ դու գնում եք տուն ձեզ զզվելը չի գալի որ դուք հայլու մեջ եք նայում Շուշի այդ բարդ օրերին հա կամ դու պատմություն չինես կամ գիտես դուխը չերի քեզ որ ասես դե դու ինչ ասել այդ բարդ օրերը ո՞րն է Դուք ասում եք ես հավատում եմ հաղթանակին։ Ես անգամ Շուշիի ճակատամարտի ավարտի օրը եք կանխատեսում, հա։ Այսինքն ես ենթադրում եմ, որ դուք ունեցել եք ճակատից եկող հավաստի տեղեկություններ, որ մեր հնարավորությունները սպառված չեն։ Նվեր ջան, այդ դեպքում կարելի է տրամաբանել, որ ինչ որ հանկարծակի բան է կատարվել այստեղ։ Իմ համար 8-ից 9-ի օրը, նոյեմբերի 8-ից 9-ի օրը Իմ համար մինչև այսօր անբացատրելի անհասկանալի բաներ են տեղի ունեցել։ Չմիջեւի չեմ կարողանում հասկանալ, որովհետև 8-ի օրը մենք կատարում ենք հակահարձակում, Շուշին հետ վերցնելու հակահարձակում։ Էլի սուտ խոսում։ Նվերն է լսում։ Պատկերացնում եք հաղթում ենք ու մի օրվա մեջ 8-ի 9-ի մեջ անես բանա փոխվում։ Բարդվում ենք։ 44 օր հաղթել ես, նվերը չի ասի իհարկե։ Չել ասում։ Մենք դեֆիցիտ ունենք։ Արժանապատվության տղամարդու դեֆիցիտ։ Տղամարդ առանց արժանապատվության նա անսեր փալաս է։ Ես չեմ ասում կինաբան չէ, այդպես չեմ ասում։ Չի կարող կին լինի։ Անսեր փալաս տղամարդը առանց արժանապատվության, առանց ճիշտ խոսելու ունակության եւ ներքին պահանջի ինքը անսեր փալասը։ Փալաս։ Իսկ եթե այդ անսեր փալասները լինում են մեդիաներում, իշխանություններում, ունենում ենք այն, ինչ ունենում ենք։ Այսա։ Եվ զեկուցում այն, հենց նոր Գյումրիից եմ գալի, ոչ իման չի եղել այսօր։ Լրիվ։ Պետք է ասում, չէ՞։ Նվեր, բայց դու չի հիշեցիր դա։ Սա Բեռնատար վարորդներն են փակել։ Փորձում ենք բարձրաձայնել մեր խնդրի մասին, որի մասով այսօր մեր կառավարությունը այդպես էլ արձագանք չտվեց, մեր հայ վարորդների, դեպորտների հարցը այտենց էլ չլուծվեց, ասում են, որ զբաղվում են այդ խնդրով, բայց ոչ մի արդյունք չկա։ Ամենահումորային արտահայտությունը գիտեք որն է, որ կառավարությունը ինչ որ հարց պետք է լուծի։ Ամենազավեշտային, ամենահումորային արտահայտությունը։ Որ չեմ ասում մարդու հիմարության աստիճանը, որ հույս ունի, որ կառավարությունը ինչ որ համար բան որոշելու, հարցա լուծելու։ Ավելի ասենց անմերսունակ հիմարություն, հա, հնարավոր չի պատկերացնել։ Ոլորտ կա, որ սրանք տապալած չլինեն։ Չկա, նույնիսկ այս հարցակումները եկեղեցու վրա, քաղաքապետի ավականու նախագահի սպանությունը, քաղաքապետի վրա հարցակումը, հետո զգուշացումը, որ լավ մտածեք հաջորդ անգամ ում եք ընտրելու, ձեները տվեք մեզ, հա, այս ամեն ինչը ձեզ թվում է աշխատելու է իրանց օգտին։ Եթե Հայաստանում մարդ է, ողջ մարդ է մնացել, ողջ։ Բու նշանակում է չի աշխատելու իրանց օգտին։ Դեսը ժամանակ։
ինչքան է մնացի, ինչքան չէ։ Արեք գնանք Իսրայել հետ գնանք։ Հիշում եք այսօր ասում եք կյանքում սրանք չեն հանդուրժի, Գազայի գոյությունը չես, այսօր 120 ավիահարված են ասել հրեաները Պաղեստին, 120 ավիահարված, այսքանից հետո, ցեղասպանությունը շարունակվում է, պատերազմը չի դադարելու, կամ քարտեզի վրից գոյությունը կդադարի ունենալ Պաղեստինը, կամ գոյությունը կդադարի ունենալ Իսրայելը, կամ չի վերջանում, այսինքն երկուսից մեկը պետք է լինի, ինձ թվում է ավելի շուտ Իսրայելը կդադարի գոյություն ունենալ, քան Պաղեստինը։ Չմինայք է, որ Պաղեստինում ուժ չկա, բան չկա, բայց անվերջ հնարավոր չի, դա ռմբակոց է, անվերջ ուղղակի հնարավոր չի։ Սա գիտեք ինչ է, այս նկարները նայեք, այսօր ամբողջ աշխարհի մեդիաներն են նայում այս նկարները։ Սա պաղեստինցիներն են մերկացված, կապված, ծեծով ջարդված, սպանված իսրայելական բանտերում։ Այս նկարները այսօր աշխարհն է տենում։ Սա պաղեստինցիներն են Իսրայելի բանտերում։ Ոտքեր ձեռքեր կապնված, խոշտանգելով սպանված, գլուխներն էլ դեմքերն էլ փակած։ Այս այդ երկինը։ Ու սրանք չեն դադարում, ու սրանք չեն էլ ամաչում այտենց լինելու համար ու շարունակում են իրենց գործողությունները։ Մեր խնդիրներից ավելի բարդ խնդիրներ կա աշխարհում, ուղղակի մերն է մեր մաշկին մոտ։ Աշխարհը մեծ փոփոխությունների շեմին է կանգնած, ահավոր մեծ։ Ու դա սկսելու Ամերիկայի Միացյալ Նահանգներից շատ շուտով։ Թրամփի տապալումով բարի իմաստով։ Այն վնասները, որ էսի է տալիս ստեղ, եթե ստեղ փոխվեց հանկարծ մի բան, սես դոմինոյի օրենքով, սես գնալու է, ասես չափալախելով միջև Իսրայել, միջև Բաքու, միջև կողքը կանգնած Բաքվի ճիզվիտ, ոչնչություն, Բաքվի վոր Նիկոլ Փաշինյան։ Լինելու է։ Սրանք բոլորը իրար փոխկապակցված երևույթներ են։ Ու դրա մասին արդեն այս հիմարին հիշում եք։ Սա Թեդ Կրուզն է, սենատոր Տեքսասից, որ ասում էր բոլոր քրիստոնյաների պարտականությունն է աջակցել ցեղասպանությանը, բոլոր քրիստոնյաների պարտականությունն է օգնել Իսրայելին։ Դա բանն Աստվածաշունչն է պարտադրում։ Սա հայտարարում էր աշխարհով մեկ։ Այսօր ասում է ոնց որ լավ չի մեր վիճակը։ Ես գիտեմ։ Որովհետև այս կիրակի օրը ասեմ ինչքան կա թվերը 2700 ցույց է եղել Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեկ կիրակի օրը 2700 տեղ ցույց է եղել ընդհանուր հաշվով 7 միլիոն մասնակից եւ Թեդ Կրուզը սիոնիստների փողերով ապրող հասկանում է որ իրանք տեղեկատվական պատերազմում կորցրել են եւ ժողովուրդը սկսել է ատել իրանց ամերիկացի ժողովուրդը սկսել է ատել իրանց եւ 26 թվականի ընտրություններին այն վիճակը ես միշտ ասել եմ իրանք դրանք զգալու են ու շատ խորն են զգալու սա իր խոսքերն է որ Թրամփը ոնց որ թե իրանց չի կարողանում օգնել այդ հարցը լուծելու որովհետեւ Թրամփը ձեզ չի կարող օգնել Ինչ որ դուք եք անում Իսրայելում, Պաղեստինում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ընդ որում Թրամփին։ Թրամփը ո՞նց է կարող օգնել։ Թրամփ մեկն էլ էլի Թրամփին օգնի, կամ Թրամփը նույնիսկ իրան չի կարող օգնել։ Շուտ, ես ասում եմ, այս ամեն ինչը ֆռալու է անպայման։ Իրանք են արդեն ասում սա։ Իրանք, որովհետեւ չի կարելի, հնարավոր չի։ Ուղղակի սա Նիկոլը չի հասկանում, հնարավոր չի թքել քամու ուղղությամբ։ Քամուն հակառակ։ Հնարավոր, սրանք մտածում են, իրենք այնքան ուժեղ տղեկ են։ Ոստիկանների օգնությամբ, այդ մի քանի 100 հոգու օգնությամբ, ես ես երաշխարում եմ այդ մի քանի 100 հոգին է։ Եթե վաղը համապետական ընտրություններ եղավ ու բոլոր տեղերը եղավ այս բարդակը, իրանք այդքան ռեսուրս չունեն։ Մի քաղաք կարան ապահովեն։ Եթե եկան Գյումրի, Երևանն անտեր մնալու, պատկերացնում եք, Երևանը անտեր մնա։ Եթե Երևանն ուզենան խեղդեն, ամբողջ Հայաստանն է մնում անտեր, որովհետև ամեն դեպքում
ամեն միլիցա չի, որ պատրաստ է այդ աստիճան տական կլներ, ոնց որ այդ մի քանի 100 հոգին են, որ մարդուն է սպառնում, ասում է, քո ձեր դեմը ֆիքսվեց։ No, ձեր դեմքն է ֆիքսվել։ Դուք հələ չգիտեք, հետևանքները չեք պատկերացնում։ Որովհետև երևում է, որ ձեզ բոլոր տեղերը նույն մարդկանց են օգտագործում։ Մենք հիմար չենք, արա տենում ենք։ Տենում ենք ում են օգտագործում, որտեղ իրանց վրա են վստահ։ Վստահ են, որ Գյումրիի ուժերով դա չէին կարող անել, դա էլ խայտարակությունն է, դա էլ նշանակում է Նիկոլը պարտը վատա։ Այդ մի քանի 100 ենիչերիներով չի կարողանում ընդհարցելուց։ Սրանք էլ են դա հասկացել արդեն, որ իրանց այդ մեդիաները, որ էլ նայող չկա, CNN, BBC, NBC, դրանց էլ նայող չկա, եւ իրանք կորցրել են 2700 ցույց մեկ օրվա մեջ 7 միլիոն մասնակից։ Սա հսկայական բան է, կորց է, սա էլեկտորատ է, բայց ինչքան էլ չեն մասնակցել իմ նման, բայց համաձայն են իրանց հետ։ Սա թիվը է 7 միլիոն, իսկ իրանց համար կես տոկոսն է նույնիսկ վտանգավոր, կես փոփոխություն է էլի, մի տոկոսը դա, որտեղ իրանց ընտրությունների մեջ 50, 51, 49, 49 կես, այս հենց է լինում միշտ։ Ես հասկանում եմ իրանց ցավը, ու ես այս ցավը երաշխավորում եմ նաև Փաշինյան Նիկոլի անպայման, լինելու է, չկասկածեք, բնության օրենքն է, ես չեմ կարա, ու սրա համար էլ ասում են Զոհրան Մամդանի շանսերը Նյու Յորքի ապագա քաղաքապետի հետ, որ հետ երկեսպիկա միտինգ ունենայի, ուղղակի չստացվեց, չռելավերև, բա ինչ պետք անի, բա ինչ պետք անի, միակ մահմեդական ներկայացուցիչ, այսինքն ամբողջ տեխնացուների մեջ մեկնա, որ հրյա չի, եթե մեկն էլ հրյա չի, երթվում է, որ հենց ընտրվեց գնալու է Պաչի Երուսաղեմի պատը, ինքն ասում է, չէ, ես չի պետք է գնամ Պաչը, ես դե Նյու Յորքում լիքը գործեր ունեմ, ավելին Նետանյահու մտավ, ես կձերբակալեմ, այս ամեն ինչի ֆոնի վրա, եթե հանկարծ նոյեմբերին ընտրությունները կորցրեցին Նյու Յորքը ու կորցնելու են Նյու Յորքը, դա լինելու է Թրամփի, Նետանյահուի, Պուտինի, Ալիևի, սրանց վախճանի սկիզբը։ Իսկ ես ամեն ինչ անելու եմ, որ դա լինի։ Ամեն ինչ, որ սա իրականանա։ Անես չի, որ մենակ հույսը բան է, Հայաստանի վրա եմ աշխատում, ստեղել եմ աշխատում։ Ուզում եմ սա լսենք, մեր հայրենակիցներին։ Երկու ավտոբուս քիչ առաջ երկու ավտոբուս ոստիկանական շուրթեր եկան եւ մուտք են գործում այժմ քաղաքապետարան։ Հայաստանի Հանրապետությունում դա Նիկոլ Փաշինյանն է։ Պետական դավաճան մարդը, որ պետք է տարվի Հայաստանի Հանրապետությունում, դա Նիկոլ Փաշինյանն է։ Պետական դավաճան հանցագործ։ Միակ մարդը Ես զարմանում եմ, որ ոչ արձեն է գործարարությունը, գիտեք, բազմիցս բողոքներ կան, դիմումներ է ներկայացվել։ Միակ դավաճան մարդը, որ պետք է դատվի եւ ոչ թե դատվի, գնդակահարել է պետ Նիկոլ Փաշինյանին։ Բռնության կոչեր մի հնչեցրեք, խնդրում եմ, ուղղի եթերում ենք։ Ամենաշատ ածն ձեզ Ես գիտեմ, ամենաշատ բռնության կոչերը հայտարարել է հենց ինքը Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից, երբ ասում էր եւ հենց Վարդան Ղուկասյանի հասցեին բռնության կոչեր հնչեցրեց ամբիոնից։ Իրեն կարելի Լսում ես Նիկոլ, լսում ես, սա քո պատկերացած, այն գյումրեցին է, որ դու գնալու ես ինչքան ուզենաս խփես, դու կարաս Վարդան Ղուկասյանին բանտարկես, ես մարդկանց բերան դու ոնց ես փակելու, այդ քո ենիչերիներով, այդ անասունների ձեռով կարել ես մարդկանց բերանը փակել, էլ չեն մտածելու իրանք, վերջ, դառնալու են խուլ ու համր, համել կույր, համել ամնեզա են ստանալու, հիշողություններն են կորցնելու, մոռանալու են, որ գյումրեցիներին 160 հոգի նվիրեցիր թուրքերին, մոռանալու են ես ամեն ինչ, է? Ինչ չի կարելի, երկիրը իմս է, ես եմ ես երկրի տերը և կարող եմ ամեն կոչել անել, իմ սամնադարական իրավունքն ինքով է, որ ինձ արկելի, մինչև չսատկի, Նիկոլը չի ապրի հայն ու Հայաստանը։
Մինչ այդ Փաշինյանը ազգային ժողովում հայտարարել էր, որ Վարդան Ղուկասյանին դուրս կշպրտեն Հայաստանի հանրային քաղաքական դաշտից, ըստ էության այս քրեական գործը, որը հարուցել են, հենց իր խոսույթի մեջ է տեղավորվում, այսինքն հենց իր անձնական հրահանգավորմամբ է այս գործը։ Ապարման ինքը չկարողացավ ներել գյումրեցիներին, որ ընտրվել է ոչ թե ԿԿ քաղաքական պորնիկները, այլ ընտրվել է ժողովրդի կողմից ցայնը։ Ես եղել եմ ընտրությունների մեջ, ցայնել հավաքած աշտար Վարդան Ղուկասյանը, դա ինքը ներ է։ Ես Նիկոլին շատ շուտվանից գիտեմ, Փարքասու քաղաքականության մեջ եմ 38 տարի, եւ շատ Նիկոլ, բոլորը ճանաչում են քեզ։ Բոլորը հասկացել են, որ դու ներ ես, այդ բերետավորները քո ների գործիքներն են։ Բոլորը հասկացել են։ Բոլորը հասկացել են, որ դու քաղաքական դիակ ես։ Դու Գյումրիում ուզում ես սալիկ նշանակես, դու ուզում ես Գյումրիում քեզ սեն սիրել, դու մի բան ես կարողացել հասել, այն ինչ որ նույնիսկ քո նախկինները չկարողացան հասնել։ Ատելության երևի բաներ կա, սանդղակներ կա։ Դու գերազանցել ես բոլորին ատելության սանդղակի մեջ։ Եթե նրանք մերժված, դու ատելի ես, քեզ ներ են ասում, արա, ներ։ Ոնց էլ ջոգել են ովստու։ լավ գիտեմ ով է Նիկոլը։ Չեք հավատում, որ նա 4 միլիոն կաշառք է պահանջել ինչ որ ինքնական շինության օրինականացման դիմաց։ Իսեր ասո ամոթ է։ Ամենամեծ կաշառակը Նիկոլի կինն է, Աննա Հակոբյանը, 1 միլիոնով հրավիրում է տղամարդկան ճաշկերույթի։ Դա կաշառք չէ։ Ամբողջ համահայկական հավաքած փողերն Աննա Հակոբյանը կանադա տներ առավ։ Հիմա ով է կաշառակերը։ Ամենամեծ կաշառակերը Արեն Սիմոնյանն է, Ռուբեն Ռուբինյանը եւ ամբողջ ԿՊ կառույցը։ Միակ մենք ստեղ ավապան ազգային ժողովի պատգամավոր ունենք, մենք գյումրեցիներ սրան ասում ենք ճենջո դեմա, հիմա պատգամավոր է, զուգվում զարդարվում պատգամավոր է, անկրագեդը, այո, այն ժամանակ ինքը Գյումրեցի կոդի գնալ են, չէ՞։ Ճենջո էմա։ Ապարման քպայական պետք է լինես։ Ճենջո էմա։ Մի հատ չես կարող արնել, այսօր Աննա Պայլանի ունեցվածքը տեսնեք, ամուսնու ունեցվածքը տեսնեք, ստացել է։ Իհարկե, հետը խոսել չի լինում արդեն, ճենջոդը մոռացել է, թե ով է եղել նախկինում։ Եվ բոլոր քպայականները, անգիր գիտեմ բոլորին, Փարքասու քաղաքականության մեջ եմ եղել, բոլորին գիտեմ։ Իշքան անկրագետ կա, իշքան ծույլիկ տգետներ կան, ԿՊ-ի անդամներ են։ Իդեպ Ռուբինյանի անունը տվեցիք, Ռուբինյանը արդեն հասցրել է գրառում կատարել եւ իր այսպես ասած անձնական վիրդիկն է կատարել, նաեւ ԿՊ պատգամավորները մասնավորապես Ռուբինյանը գրել է, որ 6 ամիս եւ 1 օր ըստ հակակոռուպցիոն կոմիտեի ուղիղ այսքան պահանջվեց, որպեսզի սա վերադառնա կաշառակերության իր սիրած գործին ու բռնվի։ Սրա համար քաղաքական պատասխանատվություն կրում են քաղաքապետ դարձնողները, նաեւ Քոչարյանը, Սարգսյանը, Վանեցյանը, Դաշնակցությունը սերը քաղաքապետ։ Ես էլ եմ ցայտում, ցայնոսել է տարել։ Եվ Ռուբեն Ռուբինյանի հայրը հրշագան ժամանակին դրա շատ լավ եմ գիտեցել։ Ես տարիներին եղել եմ ընդդիմություն հրշեին։ Եվ շատ լավ գիտեցել եմ ով է Ռուբինյանի հայրը։ Շնից շունուկես։ Եվ Արա, սաղիդ գիտի ժողովուրդը, ոչ մեկի չի մոռացել, այս շնից շնուկեսեից ծնվածներ, ձեր հույսը ինչի վրա եք դուք դրել, լավ ասեց, շնից շունուկես, դուք դրանցից առաջացած, հույսները ինչի վրա է, Այսօր մարդա, ճիշտ է, ես որպես մարդ մասնակցել եմ հեղափոխությանը, բայց 2 ամիս հետո արդեն պարզել որպես վարչապետ գոյություն չունեցող մարդ է։ Ճիշտ է, ես որպես մարդ մասնակցել եմ հեղափոխությանը, բայց 2 ամիս հետո արդեն պարզել, որ շատ վատ բան են կարել։ Ռոդա թուրքի տագը կազել է ու լիզում է։ Չեմ ուզել իրան։ Ես չեմ ուզել Գյումրին չուզե։ Ինքը վառած մեխայ է։ Բրզավ, ինքը թեկնայություն տնելու իրավունք է չունի այսօրանից հետո։ Իրան գերեզմանը փորեց ինքը։ Եվրոպա թռավ որ ստեղ կինոշին է։ Համես ոստիկանները դուժվան, համես ժողովուրդը դուժվա։ Մենք հոգեպես ծանր վիճակ տան։ Գյումրին սկան տարիների ընթացքում էս 100-ամյակների տարիների ընթացքում նման բախում
չեր տեսե։ Չի կինո էր, հնդկական կինո էր, հանենսպես չեն հանը։ Ամոթ է։ Այդ կամ մեր լավ քաղաքական գործիչները կբացատրեն, դեսի չի կրնա կառավարել երկիրը, մուսորները չեն հասկնա։ Հիմա ինչ եք անելու ձեր քայլերը։ Գյումրու փոխքաղաքապետն ասել է, որ շարժվում ենք Երևան, գնալու եք Երևան։ Այո։ Կարող է ծոցին է ստանող։ Երևան մեգա մեզի թասիվ քաշեր։ Մերոպեմ, տադիկ սուս։ Երևան մեգա մեզի թասիվ քաշեց։ Ես Երևանի հետ կյանքով կաբրիմ։ Երևանն եմ հոգիս սույդս։ Սոր երկրաշարժով շենքերը պլավ։ Հալատագից հելողը կսեր Երևանն ինչ վիճակի է։ Ու մենք Երևանով հոգեպես ապրել ենք, մի ջավար այսօր։ Հիմա նկատի ունենք Վարդան Ղուկասյանին տարել են հակակոռուպցիոն կոմիտե Երևան։ Դուք գնալու եք։ Ամոթ էր մեռնիմ քեզի սա հրաբարակը փագին, ասկան կարդաբալետ ու ցվետներին, այն բուկետները գլխակները քաշեն են լիպճիկի պես, կնիկ մարդու տարուսիկ զայլեին գլխաներին։ Ու Տարուտոյ տաղը խաղային, դոս մեջի բալկոնին է ժողորդի վաղը քաշե դուխով, ժողորդ է չպտարես թաշին, ամոթ է, մենք հայեք, մենք մեգից խատրին։ Հազար ջան, Երևանը ձեր կողքին է, Երևանը կալմի բերետավորները չեն, ցավը տանեմ, դրանք ոչ սեր ունեն, ոչ ազգանուն ունեն, ոչ ազգություն ունեն, ոչ հավատամք ունեն, ոչ մի բան չունեն, դրանք միան դավանանք ունեն, այդ օրվա իշխանության դրած լապը, ով է կերը տալու, ժամանակի նույն ձևի աշխատում էին Սերժ Սարգսյանի համար, հիմա էլ են աշխատում Սերժ Սարգսյանի համար, ընկերն ասես չէ, դուք եք սրան պահում իշխանության, նույն համակարգն է, բան չի փոխվել, ուղղակի այսօր այդ կապիկի դերում, սենց առաջնադեմք դրածա Փաշինյան չի վաղ, այսքան բան, դե չէ, Երևանը ձեր հետ է, հարազատ ջան, Երևանը դա այդ սադիկաները չեն, որ բերել էին այդտեղ, ես մի բան պետք է պատմեմ, Գյումրին դա Երևան չի, եւ սա չգիտեին կարմիր բերետավորները այն ժամանակ, 15 թվականին Գյումրի Ավետիսյանների այդ սպանդի հաջորդ օրերին, երբ որ փորձեցին միտինգը երթը ցրելու համար, սրանք սկսեցին գազային բաներ կրակել երթի վրա, սրանք գիտեին խելոք կարգապահ Երևանի են ակտիվներ, քաղաքասարակությունը, ոչ գիտեր, ինքը կազմակերպած ծեծուտող էր, շատ պարտաճանաչ էր, ինքը չէր դիմադրում, ինքը խաղաղ անհնազանդության էր գնում, բայց խաղաղ հնազանդության էր գնում, էլի։ Իրանք չգիտեին, որ գյումրեցի այդ խաղաղ հնազանդության կանոններին տեղակ չի։ Հենց այսին կրակել գյումրեցու վրա, այս գյումրեցիք են քար, են փետ, են ինչ կար են կողքերից պոկվել ու շպրտվել սրանց վրա։ Դուք չեք պատկերացնի ինչ էր կատարվում այդ ժամանակ, ինչքան սրանցից քանի օգու գլուխը բացվեց այնտեղ։ Սրանք տեղակ չէին սպասում, որ այդպես հակահարված են ստանալու։ Անենց որ գյումրեցու հետ կատակ մի արեք։ Այդ Հայաստանի բանը, Երևանի քաղաքացին է սովոր բռնությունների միից ու կողմից։ Նրանք սովոր չեն։ Նրանք ձեր ինգածը կտան գախին։ Դուք կասկածում եք Հայաստանում մեկին գնային իր կաբինետից ուզենային հանեն դիմաձող լիներ, կհանեին կտային։ Սրանք ժամերով չեն կարողանում հանեին, չեն կարողանում մտնեին նույնիսկ բանը, քաղաքապետարան, ջարդելով դռներ ջարդելով հետևներից մտան, հետևից էլ հանին փախցրեցին։ Էդ է Գյումրին։ Ձեր ոտը ջարդելու եք Գյումրիում։ Ձեր ոտը ջարդելու եք Հայաստանում ցանկացած տեղ։ Գյումրին ղարս չի դառնալու։ Իսկ հաղորդման վերջում ես ուզում եմ բոլորս իր հետ նատ այս պատգամը լսենք ու հիշենք, վերապրենք։ 44 օրյա պատերազմի ժամանակ ձայնագրած։ Այս մեր հարազատ ընկերոջ։ Եկեք փաստենք, որ մենք այստեղ ենք, այստեղ մի պարզ պատճառով։ Որովհետև մեր դիվանագետները պարտվել են, որովհետև մեր իշխանությունները պարտվել են, որովհետև մեր մտավորականները պարտվել են, մեր արվեստի գործիչները պարտվել են, մեր մեր գիտնականները պարտվել են, բոլորը պարտվել են, իրանց ոլորտների մեջ պարտվել են։ Դրա համար այսօր հայ զինվորը իր արյունով կանգնած է վերջնագծին, լինելիության վերջնագծին։
Այս է խնդիրը։ Գիտի Այս ժողովուրդը հայ զինվորը իր արյունով մաքրեց բոլորի դավաճանությունները։ Ու փաստորեն արյունը չբավականացրեց այդքան դավաճանություն մաքրել։ Այս տղերքը սպանվեցին բոլորը։ Գիտնականները պարտված չեն մենք սա ժամերի ընթացքում, սա մեր դարն է։ Մենք կարող ենք դժնամը ոչնչացնել։ Րոպեների ընթացքում լավ գիտություն, լավ զենքեր ու կնոպիկ։ Մենք ամեն ինչ կարող ենք անել, բայց իրանք պարտվել են իրացնելու։ Լավ դիվանագետներ ունենայինք, նույնպես կհաղթենք, պարտվել են։ Լավ մշակութային գործիչներ ունենայինք։ Մենք չենք պարտվել։ Եվ չենք հասնի այս կետին։ Եթե մեր մշակույթը չներ այն ինչ որ կա։ Կիսա հայկական, կիսա ամերիկյան, կիսա ռուսական, ոչ խառնորդ, որ աշխարհի համար զզվելի է ուղղակի։ Եթե ունենայինք այդ մշակութային հսկա մշակույթի մեկան է, որպես աշխարհի հնագույն ազգից մեկը, որը բան ունի աշխարհին տալու, հավատացնում եմ, թե չէ դիքսես։ Բայց հիմա ունենք այն ինչ որ ունենք, եւ իրավիճակը շտկելու միակ տարբերակը դա անմնացող նվիրումն է։ Եկեք Մենք այս երեխեքին պարտքենք այս երիտասարդներին մենք պարտքենք, ես չգիտեմ, քանի հոգու մոտ կա այդ պարտքի զգացողությունը։ Մենք բոլորս պարտվել ենք մեր տեղը։ Հիմա ենք պարտվում։ Մենք երկիր ենք պարտք, Արցախ ենք պարտք։ Կորսած արժանապատվություն ենք պարտք։ Հայ տեսակի պահպանում ենք պարտք, երկրի պահպանում ենք պարտք ենք, այնքան պարտք ունենք վերեկներս։ Չգիտեմ, սա տակից ոնց ենք ուսկանում։ Բայց հաստատ թշնամու պյուրոսյան հաղթանակներով ուրախանալով չի լինելու դա։ Շրջանալով։ Դժվար է խոսալու։ Այսօր համար ասկան, բան մնացեք։